Բարև ընկերներ, այսօրվանից սկսում եմ խոսել մարզերում տիրող հետընտրական իրավիճակի մասին։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Նախ նշեմ, որ բավականին շատ նամակներ եմ ստանում Շիրակի մարզից, հատկանշական է Գյումրին եւ Արթիկը։ Ընկերներ, երեք համացանցում լուրեր էին տարածվում, որ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը փոխարինվում է Սուրեն Պապիկյանի ազգականով։ Փորձեցի հասկանալ լուրի իսկությունը եւ ի զարմանս ինձ կրկին համոզվեցի, որ Նիկոլի պաշտոնամոլ անձինք շարունակում են Սերժ Սարգսյանի ժամանակների գործելավոճը, այն է, մամուլով դնել շրջանառության մեջ սեփական անունը պաշտոն ստանալու համար։ Մի խոսքով, իմ աղբյուրների փոխանցմամբ մինչև օգոստոս մարզպետի փոփոխություն տեղի չի ունենալու, եւ եթե լինի էլ, մարզպետ է նշանակվելու ոչ շիրակցի։ Հիմա խոսեմ Շիրակի մարզի պարեկային ծառայության անբարտավան կեցվածքի մասին։ Տեղեկություններ եմ ստացել, որ Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատողները չեն կատարում իրենց օրենքով սահմանված պարտականությունները։ Ըստ ստացված տեղեկությունների, պարեկները աչք են փակում ՔՊԱ-ական պաշտոնյաների անօրինականությունների վրա, սակայն տուգանում հասարակ քաղաքացիների, անկախ տարիքից։ Իմ ձեռքի տակ է հայտնվել բազմաթիվ տեսանյութեր եւ նկարներ, որոնք վկայում են պարեկային ծառայության անօրինական գործողությունների մասին։ Ընկերներ, նույն վիճակը Ախուրյան համայնքում է, որտեղ Զավեն Մանուկյանը պարեկների, այսպես ասած, շեֆի հետ բարի դրացիական հարաբերություններ ունի։ Նույն խայտարակ վիճակը նաև Արթիկում է, անգամ ասում են, որ Արթիկի Պեմզաշենցի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը եւ նրա շրջապատը պարեկների համար դարձել են ընկերներ եւ որևէ մեկը այդ շրջապատից չի պատժվում օրենք խախտելու դեպքում։ Դանիել Իոնիսյան, բարև ձեզ, ինչպե՞ս եք, ասում ուր մնաց պարեկային համակարգի անաչառությունը, թե միայն ընդդիմադիրների գործողություններում եք հակաօրինական տվյալներ գտնում։ Ամոթ մեզ, որ Դանիելի նմաններն են կարողանում օրենք կարգավորել։ Անանիկ Ոսկանյան, բարև ձեզ, ինչպե՞ս եք, ասում են շտաբի փողերը կորել են, հա, որը ձեր կուսակցական վերնախավը տրամադրել էր ձեզ, որպեսի քարոզարշավ արվեր, են մի քանի միլիոն դրամի մասին է խոսքը։ Պարոն Անանիկ, չկարծեք, թե ձեզ եւ ձեր եղբորը մոռացել եմ, են տիկնոջը ուղված հայոյանքները եւս չեմ մոռացել, իսկ ձեր վերադասը տեղյակ է, որ ձեր թիմակիցներից շատերը ընտրել են ընդդիմությանը, եթե չէ, ապա ամոթ իրենց, որ ձեզ այդքան վստահում են։ Իդեպ, ասում են ձեր որդին նոր մեքենա է գնել, շնորհավորում եմ, բայց չեք ցանկանում արտիքցիները իմանան, ինչ պետհամարանիշով է Lexus մեքենան։ Ասեմ, ընկերներ, վրացական պետհամարանիշով եւ ամբողջությամբ զրոներ։ Այս սրա համար եք ընտրել ՔՊ-ին, որ որոշները հարստանան, իսկ դուք վախենաք, թե պետություն եք կորցնում։ Իդեպ, առաջիկայում թիմ ընտրություններ են եւ կարող եք գնալ եւ թալանչիներին կրկին ընտրեք, միգուցե Ռուսաստանը այս ժամանակ կրկին խանգարող համարվել։ Զավեն Մանուկյան, դուք ինչպե՞ս եք, վերևներին ներկայացրել եք, թե այդքան մեծ տոկոս եք հավաքել, բա ինչի չեք ներկայացնում, որ ձեզ տեսնելով շատ ձայներ փախել են եւ այն ամբողջ քվեն Նիկոլ Փաշինյանի նկարն է հավաքել։ Հերիք չստեք եւ մարդկանց մանիպուլացնեք։ Ընկերներ, կրկին պարեկներից խոսեմ, ինձ դիմել են քաղաքացիներ, ովքեր պնդում են, որ օրինակ Արթիկում ռուսական արտադրության մեքենա 50-220 պետհամարանիշով մեքենան օրենք է խախտում, եւ դա հենց պարեկների աչքի առաջ։ Ուրեմն տիկին Արփինե Հովանիսյան, եթե չեք կարողանալու ձեր անսանց պարեկների սանձերը քաշել, ապա ես ստիպված եմ լինելու ամեն օր հրապարակել դրանց անօրինականությունների մասին տեղեկություն։ Ընկերներ, վաղը խոսելու եմ Քանակեր Զեյտուն վարչական շրջանի ղեկավար կամ թաղապետ Արտակ Հովակիմյանի մասին։ Ունեմ կուտակված ահագին տեղեկություններ, եթե կլինեն նորերը, ապա խնդրում եմ գրել ինձ։ Կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր Հայը։ Մեկ շաբաթը բավական երկար ժամանակ է, որպեսզի մի քանի հոգին, ովքեր չունեն պետական աջակցություն, բացահայտեն կոռուպցիոն սխեմա։ Բարև ընկերներ, խնդրում եմ հավանել, բաժանորդագրվել եւ կիսվել տեսանյութով։ Այսօր ահագին հետաքրքիր եւ շատերի ասած սկանդալային թողարկում է սպասվում։ Ինչպե՞ս ես, Զավեն Մանուկյան, անհամբեր սպասում էիր, չէ՞ թե քո մասին ինչ եմ խոսելու։ Ընկերներ, Զավեն Մանուկյանը Ախուրյանի համայնքապետն է, ում մասին բազմաթիվ ախուրյանցիներ ասում են Թալանչի Զավեն։ Զավեն Մանուկյան, հիշում ես, որ Բագրատ Սրբազանը հասնում էր Երևան, դու թռար Եգիպտոս։ Այդ օրը դու ցույց տվեցիր քո ողջ պերճանքը եւ էությունը։ Բայց այսօր քո մասին չեմ խոսելու, այլ մեկ այլ քո նմանի։ Ուղղակի ցանկացա զգուշացնել, որ առաջիկայում ավելի դաժան թողարկում է սպասվում։
Բարեկամներ, ես միայն չեմ բարձրաձայնում խնդիրները, այլ հետևողական եմ լինում, որպեսզի այն լուծվի։ Չնայած երկրում տիրում է տոտալ թալան եւ անիշխանություն, սակայն որոշ կառույցներ դեռ խրխռում են, ցանկանալով աշխատել կամ իմիտացիա ստեղծել, որ աշխատում են։ Մեկ շաբաթ է անցել, ինչ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Շիրակի մարզ։ Հիշում եք, որ խոսել էի Մարալիկի եւ Արթիկի քաղաքապետերից։ Այսօր կրկին խոսելու եմ, սակայն միայն Արթիկի համայնքապետից։ Ինչու՞, որովհետև այդ անձը հատեց բոլոր բարոյական նորմերը։ Շատերը մտածում են, թե կիսատ է մի տեղեկատվությունը։ Ոչ ընկերներ, որ անձից խոսում եմ, նշանակում է ունեմ հասկայական տեղեկություն նրա մասին։ Կրճատ եմ անում, որպեսզի այսպես ասած դաժան տեսարանները թողնեմ հետագային։ Ընկերներ, անցյալ շաբաթ, երբ բարձրաձայնեցի Արթիկի համայնքապետարանում տեղի ունեցողի մասին, մեկնաբանություններում մի որդեկորույս մայր մեկնաբանություն է թողնում, որտեղ մասնավորապես գրված էր. «Բարև հայ ջան, ինչ լսեցի, բացարձակ ճշմարտություն է ձեր ասածները, ամեն ինչ սպասվելի է Անանիկ Ոսկանյանից»։ Բարեկամներ, խնդրում եմ բացատրեք ինձ, արդյոք այս նախադասության մեջ կա վիրավորանք։ Եթե վիրավորանքը Անանիկ Ոսկանյանն է, ապա ասեմ, որ դա Արթիկի համայնքապետի անձնագրային անուն-ազգանունն է։ Ուրեմն այդ մեկնաբանությունից հետո վերոնշյալ Անանիկ Ոսկանյանի եղբայրը նամակ է ուղարկում հետևյալ բովանդակությամբ. «Այ Զաբբել, Անանից հղի ես մնացել, աբորտ չի արել, այ դիշովկա, ինչ է սպասվելի մեկ»։ Ընկերներ, ձեր ներողամտությունն եմ հայտնում նման բովանդակությամբ տեքստի համար, որ իմ եթերում ասում եմ, սակայն սա Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի եղբոր Արամ Ոսկանյանի խոսքերն են ուղղված որդեկորույս կնոջը։ Իդեպ հիշեցնեմ, որ այդ Արամը Արթիկի համայնքապետարանում բարձր պաշտոնի է նշանակված։ Ինչևէ, հաջորդ օրը ես տեսանյութում տալիս եմ ժամանակ Անանիկ Ոսկանյանին եւ եղբորը, որպեսզի նրանք ներողություն խնդրեն տիկնոջից։ Մի քանի ժամ անց պարոն Արամ Ոսկանյանը տիկնոջը գրում է հետևյալը. «Բարև ձեզ, դուք զոհվածի մայր եք, փառք ու պատիվ մեր զոհվածներին, հանձինս ձեր որդուն։ Մենք խոնարհվում ենք նրանց շիրիմների առաջ, բայց մարդկանց առանց հիմքի, առանց առիթի մի վիրավորեք, համարեք մեր մեջ ոչ մի տհաճ խոսակցություն չի եղել»։ Նախ ցանկանում եմ տեղյակ պահել հատուկ Արամ Ոսկանյանին, որ որդեկորույս մայրը դեռ չի նշանակում, որ այդ տղան զոհվել է մարտի դաշտում։ Ընկերներ, այս մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել Արթիկից, բազմաթիվ ապացույցներով, որոնք վկայում են Արթիկում տեղի ունեցող եւ ունեցած թալանի մասին։ Մասնավորապես կան ապացույցներ շինթույլտվությունների դիմաց ստացված գումարների, դուրս գրված գումարների, ապօրինի շինթույլտվությունների, ապօրինի մի շարք այլ հանգամանքների մասով։ Բոլոր ապացույցներով տեսանյութը արդեն պատրաստ է եւ պլանավորված է հաջորդ շաբաթ օրվա վրա։ Հիմա ուղիղ դիմում եմ Արթիկի համայնքապետին, պարոն Անանիկ Ոսկանյան։ Ձեր եղբայրը խախտել է բոլոր բարեվարքության կանոնները եւ նա պետք է պատասխան տա հանրության առաջ։ Կարծում եմ լավագույն տարբերակը ձեր ներողությունն է Արթիկի պաշտոնական էջով եւ ձեր եղբոր աշխատանքից հեռացումը։ Վստահաբար չեք ցանկանա, որ այս հերակա բանավեճը ունենա իր շարունակությունը, քանի որ դուք ուժեղ դիրքերում չեք։ Ընկերներ, բոլորիդ խնդրում եմ որևէ վիրավորական արտահայտություն չգրել։ Մենք պետք է տարբերվենք բոլորից։ Ուղիղ մեկ շաբաթ անց կհրապարակվի փաստերը, եթե իհարկե կոմպրոմիսային լուծումը չի ունենում։ Սա շանտաժ չէ, բնավ ընկերներ, այլ պահանջ եւ ճշմարտությանը ուղղված քայլ։ Հարգանքներով, ձեր հայը։